ճաշը պատրաստ է, լցրի, որ մատուցեմ։ Բոլորը իրար հարազատ բաղադրիչներ են, այնքան համեղ է բուրում, վիտամինների ռումբ կարելի անվանել այս համեղ կերակուրը, վերջն է, ամենահամովություններից։ Դե եկեք Միլայի խոհանոց քայլ առ քայլ ցույց տամ, թե ինչպես եմ պատրաստում այսպես մի ամբողջ կաթսա վիտամինները։ Պատրաստում եմ շատ համեղ բաղադրատոմս հետևյալ բաղադրիչներից, մեզ նաև լոլիկ ու սիսեռ է հարկավոր։ Նախ մանրացնում եմ կարմիր պղպեղը հարում բլենդերով։ Որպեսզի բլենդերը հեշտ աղա պղպեղը, ես նաև կավելացնեմ մի փափուկ լոլիկ ու կհարեմ մինչև դառնա միատարր հաճելի զանգված։ Ահա այսպիսի զանգված։ Զանգվածը դատարկում ենք կաթսայի մեջ, ողողում բլենդերի բաժակը, ահա այսպես։ Դդմիկը, ահա այսպես, այս հաստության կտրված, տեսեք նույնիսկ կեղևը չեմ հեռացրել, փոխարենը անչափ լավ հանգամանորեն լվացել եմ սոդայով։ Դդմիկի մի մասը պահում եմ հաջորդ շերտի համար և հիմա կտրատում սմբուկը, նույն կերպ։ Կաթսայի մեջ եմ ավելացնում կտրատված սմբուկը, ամառվա, այսպես ասած, բարիքներն ենք անվարում մեր օրգանիզմում, վիտամինների առատությամբ ապահովում, որ ձմեռը դիմակայենք։ Եվ քանի դեռ հնարավոր է, երևանյան տաք աշունը թույլ է տալիս օգտագործել բանջարեղենները, օգտագործում ենք։ Սոխ, կտրատված ոչ շատ մանր, ահա այսպես։ Կտրատում եմ կանաչ պղպեղ, ավելացնում զանգվածին, կարտոֆիլ ավելացնում եմ ոչ շատ մանր կտրատված, բայց ոչ էլ խոշոր։ Իդեպ երբեմն կարտոֆիլ այս կերակուրի մեջ կարելի է ընդհանրապես չգցել, բայց քանի որ մենք սիրում ենք, ավելացրի։ Եկավ լոբու հերթը, լոբին սպիտակուց է սիրելիներ, որը կարող է լիովին փոխարինել մսին, այնպես ինչպես սիսեռը։ Ես ունեմ մսով տարբերակ, կդնեմ տեսանյութի տակ, հղումը մտեք նայեք, բայց այս մի տարբերակում միշտ չկա, փոխարենը օգտագործում եմ լոբի և սիսեռ։ Վերցրել եմ մեր հայկական լեռնաշխարհի տափակ մատղաշ լոբի, լավ լվացել եմ սոդայով, հիմա կբաժանեմ մի քանի մասի և կավելացնեմ ուտեստի միջին հատվածում։ Կտրատեցի ահա այսպես շեղաձև, որպեսզի գեղեցիկ լինի։ Ավելացնենք կարտոֆիլի վրա։ Սիսեռը նախապես թրջեք, բարեկամներ, ջուրը փոխեք, եթե օգտագործելու եք նաև ջուրը, իսկ եթե չեք օգտագործելու այնպես ինչպես ես, պարզաջրեք ուղղակի, ջուրը թափելուց հետո սառը ջրով սիսեռը մի լավ ցողեք։ Ահա սիսեռը, որ նախօրոք թրջել էի, մոտ 2 ժամ մնացել է թրջված, ջրից հանեցի, պարզաջրեցի և հիմա ավելացնում եմ ուտեստի միջին հատվածում, կարող եք սիսեռ շատ անել, եթե շատ եք սիրում։ Հիմա կտրատում եմ լոլիկ։ Լոլիկը կարևոր է այս փուլում ավելացնել, որ իր հյութը դուրս տա և ուտեստը շատ չոր չստացվի։ Այսպես։ Ավելացնում եմ ահա այսպես նաև լոլիկը։ Եվ նորից շարունակում այն հերթականությամբ, ինչից որ սկսել էինք, դդմիկ, սմբուկ, սոխ, լոբի, եթե լոբին ամբողջությամբ չեք ավելացրել, այնքան մինչև ավարտվեն ձեր բաղադրիչները։ Սմբուկն էլ ավելացրի, պղպեղները և դնում ենք գազին։ Մի կարևոր բան էլ ասեմ սիրելի հետևորդներ, բացի սիսեռից այս ուտեստի մեջ, որպես բուսական սպիտակուց,
Չգիտեմ, խոսքի սկզբում ասացի թե չէ, կարելի է ոսպ ավելացնել, նախապես մի փոքր խաշում ենք գազարով ու սոխով եւ կիսախաշ վիճակում ավելացնում։ Նաեւ կարող եք հում ավելացնել, եթե հեշտ եփվող ոսպ է։ Ոսպը ես խաշում եմ սոխով, գազարով եւ մի հատ բողկի կեսով, շատ համեղ է ստացվում, կփորձեք։ Կաթսան շարված է լեցուն բաղադրիչներով, բանջարեղենով, գլխին դնում ենք մի լավ կտոր կարագ, ավելացնում աղ, քաղցր, կարմիր պղպեղ, բավականին առատ, ես սիրում եմ, որ այս կերակուրը կարմիր է լինում, աղ, հետո աղը կհամտեսենք, եթե կարիք լինի կավելացնենք, այսքանը կարծում եմ հերիք է, և մի բաժակի չափով ջուր, շատ չենք անում, որովհետև բանջարեղենը շուտով իր ջուրը դուրս կարձակի։ Քանի որ կաթսան լեփ-լեցուն է, սկզբից ես կեփեմ բաց կափարիչով, մինչև բանջարեղենները փափկեն ու նստեն, այնուհետև կափարիչը կփակեմ և մարման կրակով կեփեմ, մինչև պատրաստ լինի, վերջում կավելացնեմ հայկական թարմ խառը կանաչիների փունջ։ Միայն տեսեք ինչ գեղեցկություն է այստեղ։ Ահա հիմա, երբ կարագը մի փոքր հալվել է, բանջարեղենը նստել, ծածկում ենք կափարիչով, կրակը դարձնում մարման, եփում մինչև պատրաստ լինելը։ Ստուգենք ինչ վիճակում է մեր ճաշը, տեսեք ինչ համեղ բուրում է, այլալ բուրմունքը ինչպես պիտի տեսնել։ Ակտիվ եռում է, սիրելի բարեկամներ, կարագը լրիվ հալվել է, հիմա աղի համը կփորձեմ, մի քիչ պիտի ավելացնեմ, մի քիչ էլ ավելացնեմ, ուղկին համտեսեմ, ստուգենք եփվածությունը, ավելացնենք խառը կանաչին։ Այստեղ հայկական մեր խառը կանաչու փունջ է, անպայման ռեհան, ցիտրոն, համեմ, սամիթը կամ ընտրական է եւ անպայման ազատ քեղ։ Գիտեք չէ, որ ազատ քեղը մեր մաղադանոցն է, պետրուշկան, հայերեն անվանումով ազատ քեղ։ Հիմա կկտրատեմ, կավելացնեմ ուտեստին ու համովությունը գնաց, կարելի ասել վիտամինների ռումբ, ամբարում ենք ամբողջ տարվա համար եւ լինում առողջ։ Ահա այսպես բացենք, բանջարեղենը եփված է, ստուգեցի սիրելիներ, ավելացնում եմ կանաչին, ընդ որում կանաչին կտրատել եմ ոչ շատ մանր, կոթուները նույնպես, որովհետև վիտամիններ կոթուներում քիչ չեն, կարելի է անջատել, հենց այսպես, ծածկել կափարիչով, թույլ տալ կանաչին եփվի գոլորշու մեջ և մնա ալդենտեի դեպ, ալդենտեով կանաչիու վիտամինները ավելի են պաշտպանվում, 5-10 րոպեից հետո վայելել, այնքան կուզեի ես բուրմունքը զգայիք, բայց համոզված եմ, որ նաև պատկերացնում եք, կհանդիպենք արդեն մատուցելիս, և այսպես եկավ մատուցելու պահը, այնքան համեղ է բուրում, կարծում եմ արդեն իսկ պատկերացնում եք բարեկամներ, վիտամինների ռումբ կարելի անվանել այս համեղ կերակուրը, հատկապես աշնան այս մի քիչ անպամած օրերի համար սա ուղղակի վերջն է, սա ուղղակի փրկություն է, մի քիչ ցուրտ օրերի համար, սա ուղղակի մխիթարություն է, իսկ ամռանը ուղղակի այն վերջացող բանջարեղենների, այսպես ասած, սեզոնի ամենահամովություններից։ Շատ համեղ է։ Վայ Աստվածջան, փառքդ շատ լինի, ինչ համով բաներ է ստեղծել, որ մենք կարողանում ենք ճիշտ համադրությամբ ստեղծենք այսքան համեղ ճաշ։ Սիրելիներ, դուք անպայման գրանցեք Բաղադրատոմսը, բաժանորդագրվեք ալիքիս, լայքեք ու գնացեք շտապ պատրաստելու այս համովությունից։ Անպայման կպատրաստեք ու կկիսվեք ձեր տպավորությամբ։ Աստված օրհնի բոլոր բարի և դրական մարդկանց ու հետևորդներին։